Ցուրտ է։ Բարի երեկո սիրելի հետևորդներ ջան։ Ժամը 9-ն է, աշխատանքից նոր տուն եկա։ Այսքան շատ գնումներ եմ արել, բայց մոռացել եմ մազերի ներկա առնել, մազերս ներկելու է։ Դիտում եմ, ձեր հետ միասին պիցցա սարքենք։ Այս իմ սումկան, ծափի գահից կախեմ։ Տենան խորը որտի ենք տեղին։ Այստեղ սլայոննի խմոր եմ առել, դամաշնի ֆիրմանա, սիրել հետևորդներ ջան, այս առայժմ սարներան կտանեմ, այս պիցայի խմորնա, այստեղ չերի լոլիկ, գծուցիցակ և մի քանի տեսակ կանաչիներ, Պիցայի խմորը քանի որ շատ թարմ էր մեր գյուղի դուշպամարտում գտնվող մեղու հացի փռից է իրանց թղթով էր խնդրեցի որ փաթաթեն նոր տան առանց թղթի մի տեսակ անվստահություն էր առաջացել մոտս չի ճաքել Սիրելի հետևորդներ ջան, ցույց տամ իրավրային աշխարհը մի դեպքում շատ զգուշ եմ վարվում, մի տեսակ դողդողալով եմ եկել, լույսով ստվերը էլի ու էլի, այսենց, ժպիտ, Անուշկա, ժպիտ, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս դնենք այստեղ այրոգրիրը վրա, լավավոր չի ճաքել, չի կոտրվել, մի քիչ է տաք էր, բայց քանի որ ես տուն էի գալի ու էլի չէի գնալու էլի այդ ասի գամ էլի հետ գնամ, այս ճամփեքը սարած, ձինհորփին, այս էլ գծուցիցակը, հատովը, հատը 350 էր կարծեմ, այս կոն դնեմ, կանաչիները հանեմ, Չերի լոլիկը զուտ վերջին հասավ, ուսում սհատ էր, մի քիչ ջոկեցի, ջոկ չպեցի, այսենց ես էլ չերի լոլիկները, սրտով ուզում եմ պիցցա սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, եմ քանի վարման պիցցա, ես իրավար չեմ, բայց թե մեր ձեռի խածը ուրիշ է, ճիշտ է, խմորը ես չեմ արել, բայց թե տնականի մոտիկ խմոր եմ բերել, ես համ եմ, պետրուշկա, Ես էլ հանրստեղ, որ մի քիչ հետո կգամ կմաքրեմ, կանացող, սա մի քիչ, մի քանի օրվա էր, բայց բերեցի, դեռ լավ վիճակում է, չի դեղնվել, ուղղակի մի քիչ թորշոմել է։ Այս տոպլակները միշտ պետք է գալի, հատկապես, որ աղբը լցնում են ու տանում թափում։ Աղբի այդ յաշիկները մոտիկա Իմ բաղչի ընձիծերին է, գնում եմ մոտիկ, ես էլ դեմ եմ սարնարանում սիրելի հետևորդներ ջան, բայց մինչ այդ կոֆե դնեմ, մի քիչ մրսած եմ եկել տուն, էլի ուրիշ կարևոր գործեր ունեի, էդ էլ եմ արել, վայ, ջազվաներս ստեղ չի, դե ինչ գնամ ջազվան բերեմ սիրելի հետևորդներ ջան, Ամանները մի կողքին եմ լվանում, թե գիտեք սիրելի հետևորդներ ջան, այս պայմանների ճիշտ է այսքան վաղ հարմարվում եմ, բայց զգում եմ, որ էլ չի հերիքում դիմադրել։ Մտքիս մի բան եմ դրել Աստված առաջ։ Ուրեմն կոֆեն եփեմ, սրա մեջին շուտ է եփում, այս բերի, լավ է, որ գոնե ջուրը կա, սրա մայել չտին գնալ։ Այսնեք ծարավ եմ, այն օրնակ ջուրը սարնարանում է, այսա կգնամ նրանից էլ կխոնեմ, սիրելի հետևորդներ ջան, այս այն օրն է, որ խալին մաքրեցի ձեր հետ, ձնի միջին, այ կոֆես էլ ավերջանում, այ կեզ բան, կոֆել չեմ բերել, պետք է գնամ կոֆել բերեմ, կամ էլ հարևանս գնալիս կլիկ ասեմ կբերի, Այդ հենց, համ մազիներքն եմ մոռացել, համ էլ կոֆեն,
կփոխեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գնալու եմ հավերից ճուտերից կերակրել։ Ժամն է էլի, ուշանում նույնիսկ կոֆեն ստեղ որ շուտ է եփում, մի քիչ արագի մեջ, ես տանեմ սառնարան, որը միջանցքում է, ու գան որ կոֆեիս տեր դառնամ։ Կոֆես կեփի, սիրելի հետևորդներ ջան, ձեր հետ չեմ խմում, մի քիչ հոգնած եմ էլի անկեղծ, կգնամ ընդեղ գազի պեչի կողքին կնստեմ, համ կտաքանամ, այսօր ձների մեջ մնացի էլի, դե գիտեք ես թե ինձ ինչ-որ նվնվան չեմ էլի, չեմ մրսի, չեմ հիվանդանա, դրա համար ես պահին գլխարկն էլ չեմ հանում, կոֆես կխմեմ, հագուստս կփոխեմ, մի խոսքով բոլոր կենդանիներիս տեղին կկերակրեմ, կապահովեմ, հետո նոր կգամ կզբաղվեմ պիցայով, սիրելի հետևորդներ ջան։ Եղավ, ոնց որ դե կարամ գնամ հագուստս էլ փոխեմ ու նոր գամ։ Էնա լավ հասցրի։ Բայ։ Տանեմ լցնեմ։ Զանգին ու զրանգին քնած են, որ ցուր տալում ես գիշերային բարակույրը, մինչև վերջ չեմ տանում, բայց մի քիչ ետ քաշեմ, որ ստիլիս էլի իսներ միացնեմ, արդեն մտնում է, գործի գնալուց առաջ լվացք էի միացրել, եկա տեղ արդեն, հետո էլելա, լվացքս պատրաստ է, լվացքս փրեմ ստի, Այս էլ մի կողք, ենքան եմ հավանում, ճիշտ է, դեռ մի քիչ լիսապեց է, բայց գիտեք իմ բնավորությունը, որ չեմ սիրում լվացքը դրանը փռեմ անավան, որ հմիս վարձնում է, ապրին մեքենան, լվացքս փռեմ, ասեմ, որ այս շորս, որ խալին մաքրելիս այդքան ոնավան զանգին ու զրանգին էլ քաշքշեցին, առանձնակի լվանալու չէր, բայց սուդեր պատճառով լվացի։ Սիրելի հետևորդներ ջան, էլի շորեր կադել, իբան գտնում ենք, միացնում ենք էլի, մենակ ես մի շորի համար չեմ միացրել, էլի հագուստներ ունեի, տանը կկախեմ, ամարյա թե չոր է հանում, ու այդքան գորոշի չի առաջացնում, Սենց էլ լագանը չբերի, որ մի անգամից լագանը լցնեմ, երբ որ տանում եմ դուրս, այդ վաղտ եմ այդ լագանը դնում, որ մի անգամից տանեմ, բայց երբ որ տանում եմ փռում, այսենց հատ-հատ հանում եմ, հետո փռում եմ, սենց, այս էլ կփռեմ, հետո Որ կզբաղվեմ պիցայով, կանանչի պետք է մաքրեմ, սխտոր էլ պետք է մաքրեմ, մի կասեք, Անուշկան ես ինչ անում չէ, ուզում եմ տոմատով սոուս սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ բան եմ ուզում սարքեմ մի խոսքով, կարևոր խոհանոցում պիտանի, այս սվիտրսեր եմ շատ սիրում, գույնը, ձևը, Միշտ հակից տեսնում եք։ Այս պահը չեմ սիրում, որ մի սոստ վերակցում, որ դեռ մթնած չի իլում, հետո ինչքան ուզում է տան լիսը վառում ենք։ Միևնույնն է, մեր ուզածի չի էլի իլում լուսավորությունը։ Ես էլ ամեն մի տենց մանրուքին Չգիտեմ, մեն հաշվի եմ առնում, նեղվում եմ, բայց թե պետք չի էլի, որ դրամա նեղվենք։ Սաղս էլ ուզում ենք, որ մեր արած գործը իդեալական էլի չէ։ Սիրելի հետևորդներ ջան, են մնացած շորերն էլ փռեմ հետո նոր։ Այսին
աշխատանքային շորերներ։ Հենց ինչ որ չի կերտոտվում, բայց թե մի հատ պտտում ենք էլի, թարմանում է։ Այսենց։ Ես արդեն, քանի որ այս ռեզինի մասը հաստ է, վերևից կփռեմ, բայց որ դրսում եմ փռում, ներքևից եմ կախում։ Այս մի երկու շորը։ Սի մեջ կա, այդ ինչ ես անում։ Անցել եմ կանաչին մաքրելուն, եկել եմ պատուհանի մոտ, դեր վարակույրը հետ քաշեմ, կարելի է չէ նաև լույսը խնայել, սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ խնայողություն անելը ճիշտ բան է, դա կծիպություն չեմ համարում ես, ու սկսեմ։ Այս ռեզինները միշտ ասել եմ, որ պահում եմ, այս կան, ինչ-որ մի բանի միշտ և միշտ պետք է գալիս։ Կմաքրեմ, կլվամ, հետո մի քիչ, որ ինքը կջրքանվի, սիրելի հետևորդներ ջան, ու տեսեք, թե ես ինչ թարմ կանաչ եղան եմ ուղղել, թե բացի սամիթից։ Այսենց։ Ամեն դեպքում վատը չէ, կարևորը չի դեղնվել, սամիթը համեմից էլ շուտ է փչանում, սենց, մենք ինձ թվում ենք ապրում, որ ծիծեռնակի կաթնել կա, սիրելի հետևորդներ ջան, առաջվա տարիներին, որ ես հիշում եմ, ով էր հունվար ամսին, այս թարմը կանաչ տենում, Փառք Աստծուն, շնորհակալ լինենք մեր կյանքի ամեն մի պահի համար, սիրելի հետևորդներ ջան, այսքան ռեզինները հատուկ դարակում պահում եմ, եթե ձեզ դուր է գալի, կարող եք խորհուրդս վերցնել, այստեղ պատուհանի կողքին դնել, անտիր, թարմություն, բաբուրմունքը, սկսում եմ համեմից, սոխը ամենավերջում, դե ես էլ կծուծիծակը և սկսեմ արագի մեջ մաքրել, մաքրածս էստեղ, բոլորը մի տեղ եմ լցնելու, քանի որ բոլորը լցնելու եմ ու սոուս եմ պատրաստելու տոմատով։ Այդ սոուսը, որ պատրաստեմ, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչի մեջ հաճելի օգտագործվում է։ Ճիշտ է, այս պահին, որ պիցա պիտի սարքեմ, պիցայի այդ պահով սկսեցի, բայց նաև խորովածի հետ էլ այս, որ պիտի սարքեմ, այս սոուսը համով լինում, շատ համապատասխան է լինում խորովածների հետ, մանավանդ որ չհասցրի աճիկա սարքեմ, հիշում եք, որ կարմիր բիբարի պերեց էի փակում, հետո հիվանդացա, մեջքս բռնվեց, շատ երկար մնացի այդպես հիվանդ, ու հենց էլ այդ շրջանը անցկացավ, չհասցրի։ Սա փոխարինում է, կարելի ասել, բայց թե սա տոլմայի մեջ, չգիտեմ, նույնպես կարալ ավելի, այդ էլ կփորձենք, տոլմայի մեջ չեմ փորձել, այս սոուսը միշտ պիցայի ու մեկ էլ խորովածի, ամեն տեսակի, սկսած միս, կարտոֆիլ ու մեկ էլ, սիրելի հետևորդներ ջան, փլավների, հասարակ փլավները, ասենք մակարոնի փլավ լինի, դա լինի, ասենք բրնձով փլավ, գրեչկայի հետ էլ լավ լինում, քանի որ այստեղ նենց է, որ չեմ կարող այնպես
դասավորել, որ ինձ էլ տեսնեք, բայց թե ինձ հոլավ գիտեք, գործս անեմ, իսի լալավը, իս արդեն, այսենց մի անգամից ամբողջական, մի հատ այս մասերը ուղղակի կտրեմ, դեռ չեմ գնացել հավերիս բան տալը, էդ էլ կտանեմ, մաքուրա, դիրա, ուղայ, ինչ լավն է հոտը, Պետրուշկան շատ կարևորություններ ունի, շատ օգտակարություններ ունի, անցնեմ սամիթին, ես էլ կարամ մի անգամից կտրեմ, բայց թե սիրելիներս, այս իրայս սպիտակ հատվածները նույնպես շատ համով է, իսկ եթե բռնեի ու մի անգամից կտրեի, այսքանը լրիվ կգնար։ Այսենց։ Որ նստում եմ ստեղ գործ եմ անում, շատ է եղել, որ եկել եմ իմ կոֆեն, ստեղ եմ նստել վայելել, այս կողմի պատուհանից էլ էլի սիրում տեսարան է բացվում իմ համար, որ սեփական տան ենք ապրում, որտեղ ուզում ենք, նստում ենք մեր հավեսով ու մեզ լավ ենք զգում։ Դե ճիշտ է, կվարտիրաները նույնպես լավն է, բայց ես չկարացի, որ գնում էի Ռուսաստան մերանց, կվարտիրայում ինձ մի տեսակ խեղճացած էի զգում, ու թե չէր հերիքում։ Այսենց, քանի դեռ մտնել չի, գնամ հավերիս բան տամ, շատ է նրա մամ քիչ, սենց հետաձգեցի բան տալը, որ ես բաներն էլ տանել իրաստամ, դեռ ձու չեն ածում սիրելիներս, չեմ էլ ուզում, որ ինչ-որ ես իմ էլի բատ չեմ թողել, դեռ ձինա, այդ ձնիցը հավիրա հուշ տենելում չկորչեն էլի, ձեզ ինձ հետ չեմ տանելու հավերի մոտ, ինձ մի քիչ բարդ աշխատանք է սպասվում ընդեղ, եմ էլ ջղայնանում եմ, բայց թե էլի սիրտս էլի հանդարտվում է, սիրելի հետևորդներ ջան, այսենց, լավա, այս համով պատառիկները, ճիշտ ամրևին չի հասնի, դե հմի, ում որ կհասնի, որ մեկին որ կհասնի, ոյ թրավ են մեկը, հավիսով, անուշպուր մունքով, կանաչին գիտեք, որ սեղանի զարդ է համարվում և ամեն մեր ուտելիքը կանաչեղենն է, որ համովացնում է ցուցիցակ։ Այս լրիվ մանրացնելու եմ, բայց դե պիտի լվանամ։ Չերի լոլիկները, ճարովի, գտնովի։ Ասեցին վաղը չեմ մյուս օրը պիտի ստանան, բայց թե ես այդքան չէի ուզում սպասել, ուզում էի, որ անպայման այսօր ձեր հետ միասին պիցցա պատրաստեմ։ Այս պոմիդորի այս պոչիկների հոտն էլ է յուրահատուկ, շատ յուրահատուկ բուրմունք ունի, շատ եմ սիրում։ Այսպես։ Հիմա կտանեմ կլվամ, հետո կգնամ հավերիս կկերակրեմ ու կգամ կսկսեմ գործս, սխտոր էլ պետք է մաքրեմ, բայց սխտորի տեղևը հավերը դե չեն ուտում են արդեն, աղբի մեջ կլցնեմ, սիրել հետևորդներ ջան, ես հենց բուրկան եմ կտանեմ, արդեն մթնել է սիրելի հետևորդներ ջան, այստեղ պատրաստությունները տեսնում եմ, որ արդեն սկսեմ պիցցան թխել, բայց դրանից առաջ պետք է այս տոմատի սոուսը պատրաստեմ,
Ես եմ տոմատնա, որ ձեր հետ մաքրեցի, իրան էլ ձետ լցրի։ Ջեռոց միացրել եմ արդեն, որ պետք է ինչ-որ մի բան թխելուց առաջ միացնենք, չէ, որ տաքանա։ Ուրեմն, այս պղանձի մեջ եմ ուզում սարքել։ Գիտեք, որ տոմատի մածուկները խիտ են ու բացելու համար պետք է նաև ջուր ավելացնենք, չի խանգարում նաև իր երեսի լցրած այդ ձեթը, հիմա այսպես կհանեմ բոլորը, այսպես, շատ համով է լինում, սիրելի հետևորդներ ջան, կարող եք գրել, պատրաստում եք թե ոչ, իսկ եթե ոչ կփորձեք, այսպես ամբողջը հանում եմ, յոթը չկա, սիրելի հետևորդներ ջան, այդքան ժամանակը գնացել է, այստեղ որ շուտ է մտնում արդեն, դեռ այդքան էլ շատ չի էլի ցերեկվա տևողությունը, րոպեներով է ավելացել, այդքան էլ նկատելի չի, որ ցերեկը երկարել է, այ արդեն փետրվարից կնկատենք օրվա երկար տևողությունը, քանի որ տոմատը կբացա, կարող այստեղ ջուր ավելացնել, 1 լիտր ջուր եմ բերել, սիրելի հետևորդներ ջան, որ ջրով բացեմ, մի քիչ լցնեմ այստեղ, որ բանկան լավ մաքրվի, խոհանոցում գործանելիս, միշտ մեր ձեռքերը նախապես մաքրում ենք, չեմ սիրում ձեռնոցով գործեր անել, համել դե ես իմ տանում եմ, ես իմ համար, ես ռեզբայով անգամ շատ եմ հավանում, ամեն ինչի պետք է գալի, այ հիմա սենց, որ թափահարում ենք, ականորեն մաքրվում է, ես մի լցնեմ, մի քիչ էլ կարող եք ջրանի սարքել, կարող եք թանձր սարքել, ըստ ճաշակի, բանկանարին մաքրվեց, այժմ այստեղ 1 լիտր ջուրը ամբողջությամբ լցնում եմ, եթե տեսնեմ պետք է, էլի կավելացնեմ, հետո արդեն միացնում եմ գազօջախը, կափարիչ այս կողմ պետք չէ, այս կողմ եմ միացնում, քանի որ այստեղ էլի գործեր ունեմ անելու, սկզբում ուշադիր ենք լինում, որ տոմատը իր թանձրությունից չկպչի, շատ արագ բացվում է, դե գիտեք, ինչպես որ ճաշերի մեջ, այսպես, այս պահին թողնում եմ և այստեղ սխտորն եմ ուզում մանրացնել, բլենդել, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, 2 գլուխ սխտոր եմ մաքրել, պոմիդոր այստեղ, իմ տեղը հարմարեցնում եմ իմ գործին, նախապես ստուգում եմ, տեսնում դանակը իր տեղում է թե ոչ, հետո ահա սխտորը, որը ծիլեր է հանել, սիրելի հետևորդներ ջան, ամբողջությամբ լցնում եմ բլենդի մեջ,
կարող եմ հետը նույնիսկ կանաչի գցնել, բայց ուզում եմ սխտորը առանձին բլենդել։ Պոմիդորը երեսի համար է, սա էլ նիկո։ Առանձին եմ անում, որ ցույց տամ նաև, ովքեր չեն փորձել, սխտորը բլենդով մանրացնել, տեսնեք, թե ինչ հրաշալի մանրացնում է։ Դե իհարկե մի փոքր կաղնկենք այստեղ, սկզբի համար զգուշորեն, ուղիղ ենք պահում, կարող ենք մի հատ այսպես առանց բացելու զգուշորեն խփել ու ներքև իջնել և նորից շարունակել ամեն դեպքում մի հատ ստուգում եմ տեսնեմ իմ սրտով է իջեցնում, կարող եմ նույնիսկ դանակով եզրերը իջեցնել։ Այստեղ պիցայի դանակն է, լավ, ես մեկը իջցնեմ, իմ կարմիր պոչիկով դանակը, հետո զգուշորեն ներքև եմ իջեցնում, որ հետո խոշոր կտորները հաճ չլինեն։ Այստեղ մի հատ էլ ձեռքի հետ խառնում եմ, որ լավ բացվի տոմատը։ Ես ուզում եմ թանձր պատրաստել, ոնց որ թե մի քիչ էլ ջուր լցնեմ, հա։ Քանի որ երբ որ կանաչին էլ լցնեմ, հետո կհասկանանք։ Այսպես։ Հավեսով։ Ուրեմն շարունակում եմ սխտորը մի հատ էլ կտտեմ ձեռքս պցնեմ, հա ու լավ լինի Այս ամբողջ սխտորը դանակը հանում եմ, տնեմ ես ապսենի մեջ, ահա, և ինչ աղավին կարմիր պոչիկը հսնում եմ եստեղ, անմիջապես։ Գիտեք չէ, որ սխտորի համը ավելի գրավիչ է դարձնում, ճիշտ է կարող էի սխտորի փոշի օգտագործել, բայց ես սխտորի փոշին չեմ սիրում, չգիտեմ, ինձ թվում է թե դա սխտոր չի սիրելի հետևորդներ, ջան այլ միայն սխտորի հոտա։ Այն բան, որ իմ աչքը տինում է, ոնց ասած դրան եմ հավատում, ասում եմ մարդ իրա տեսածին կհավատա։ Գիտեք որ անհավատ չեմ, բայց կատակը մի կողմ, բան էլ կա, չէ որ իրանք ուզում են, որ մեր աչքը տենա։ Տարածում եմ, այստեղ ջեռոցը տաքանում է, զգում եմ, ոտքերիս մոտ արդեն տաքությունը փոխանցվում է։ Գծում, հետո գծում եմ, մանրացնում, բլենդի մեջ։ Երևի այստեղ բարձրացնեմ, հա։ Չեմ կարող ապակին իջեցնել, իմ համար սեղան սարքել, քանի որ գծու ազում եմ, զգուշ լինեմ, որ ձեռքերս գծվող չլինեն, մանրացնում եմ, այսպես իր կովիզներով նաև, մինչև վերջ, մինչև պոչի մասը լրիվ կտրելու եմ,
Այսպես իրել հետևորդներ ջան, հավեսով անցկացնենք մեր երեկոյան ժամերը, մեր սիրելի համորությունները պատրաստենք, թե ինչի որոշեցի պիցա պատրաստել, դե քանի որ գիտեք, նոր տարվանոց, ինչքան երշիկեղ են անում, դե որ ասում ենք երշիկ, հասկանում ենք բաստուրմա, սուջուղ և այլ տարատեսակ այդ տիպի սնունդ։ Այսպես, որպիսի ձարքերս կծվող չլինեն, ես չեմ դնում, ես այդ թթվի մեջ է կդնեմ, այսպես, բայց արի ուտես պիտի դանակը դնեին նոր, դրա համար սիրելի հետևորդներ ջան, իհատ այսպես էլի, իմ սխալը ուղեմ, բոլորս ենք սխալական, սիրելի հետևորդներ ջան, և լսվում եմ, կծվի հոտը շատ սուր եկավ, լավ կծույա լինելու, այստեղ արդեն եռում է, խառնեմ հանկարծ չկպչի և տակը իջեցնեմ։ Շատ մանման, ընտիր, վերջում կմոտեցնեմ, ցույց կտամ ընդհանուր տեսքը, կծում մոտեցնեմ, շատ ուշադիր բլենդի նկատմամբ, որ այս վերևի մասը լավ նստի իր վրա, ճտտաց։ Հետ այ քեզ գիտություն։ Այս իր վերևի մասը շատ աննշան ինչ-որ հատիկներ ա գնում, այս են սիրելի հետևորդներ ջան ընկտիրձելով մանրացրել ա, կարելի ասել, դանակը մաքուր ա դուրս գալի, նորից դանակով իջեցնում եմ այստեղ, մի փոքր ավել կծում չի խանգարի, կծում շատ օգտակար է, սիրելի հետևորդներ ջան, մեր ամբողջ օրգանիզմի համար։ Բացի այն, որ վիրուսներից պաշտպանում է, նաև լիքը օգտակար հատկություններ, սկսած C վիտամինից և այլն։ Ես է կծում, հիմա հերթը հասել է կանաչիներին, չմոռանամ դանակը տեղադրել, ու որ միայն շարունակել։ Ահա սիրելի հետևորդներ ջան, կանաչիները այստեղ է, բոլորը լցնելու եմ։ Ուրեմն հերթով լցնեմ, կարգով լցնեմ, կարգ չունի։ Ուրեմն տեսնում եք, որ փնջով վերցնում է, հետո ամեն դեպքում մի քիչ օգնենք այս գործիքին։ Սենց հավեսով այս անուշ բույրերը շնչելով։ Երբ որ անուշ բույրեր ենք շնչում, նպաստում է մեր տրամադրության բարձրանալուն։ Եթե նկատել եք, խոհարարները ժպտերեսն են, սիրելի հետևորդներ ջան։ Թվում է, թե շատ է, դե տեսնենք ինչ կկատարվի։ Մի քիչ թեթևակի սեղմում ենք, որ այնտեղի օդը չպտտվի, հա։ Ձեռքերս չոլոցնեմ, ասեցի չէ, որ քաշովի անձեռոցիկ եմ դնելու խոհանոցում, մինչև որ կհարստանամ սենսորնի անձեռոցիկի տուփ կունենամ, ոնց կուզեի։ Նորից զգուշ և սկսում ենք։
որպեսզի վերևներին նորից իջնի նույն գործողությունը։ Դանակով այստեղ ուշադիր լինենք և նույն ձևով բոլոր կանաչիները սիրելի հետևորդներ ջան։ Ասեմ, որ այն մեծ բլենդից ապակին կոտրվեց, սիրելի հետևորդներ ջան, պատահաբար նոր տարում ուզում ենք այդ աղցանների համար օգտագործել, հետո ընդեղ են աղալու ժամանակ ապակին ճեղքվելա, վախեցա օգտագործեմ, դեռ չեմ վերանայել, տեսնեմ ինչ կա չկա։ Ընտիր, ինձ թվում է մի քիչ շատ լցրի, պիտի կես մասը լցնեի, բայց էլի ոչինչ, հաղթահարում է, դե մեծով էի սովոր, սիրել հետևորդներ ջան, բայց ես էլ արդարացնում է, փոքր է, ոնց ասած, պստիկ է, բայց ճստիկ է։ Եթե անգամ կանաչուց մի, ասենք, թերել խոշոր լինի, հետ չի խանգարում։ Այնպես որ, այդքան էլ էական չի, բայց լավ կլինի, որ բոլորը մանր լինի։ Շոտ բարի, հրաշք։ Եղուններս, որ մի քիչ երկար է, մի քիչ տախանգարեց։ Всё, այս էլ եղավ, շորտ խմպիր է, և սա էլ եմ ավելացնում, դանակս, ընտիր, խոշոր կամ մի հատ, ուրեմն շատ եմ լցրել, ինչպես որ ասեցի մեծին էի սովոր, բայց մնացածը արդեն լավն է, ամեն դեպքում չեմ ուզում, որ մեզ թերթիկները գնան, վախես ինձ սիրուն է, կարմիրը կանաչի հետ, հիմա սիրել է հետևորդներ ջան, որպեսզի այստեղ ձեզ երկար չզբաղեցնեմ, մնացած կանաչիները չմոռանամ դանակը, նույն ձևով մանրացնելու եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես բոլոր կանաչիները բլենդել եմ և ձեզ եմ մոտեցրել, տեսնեք թե ինչ ընտիր է, ահա, այսի վերևի մասը, կարելի ասել, նորմալ է, դանակը հանեմ, և սիրելի հետևորդներ ջան, տեսնում եմ, տեսեք ինչ իդեալական մանրացրել է, ուրեմն այստեղ սոխն է, այստեղ պետրուշկան է, երկու անգամ կիսել եմ այդ պետրուշկայի այդ ամբողջ մի կապը, այստեղ համեմն է, ու սա էլ է համեմը, հիմա տեսեք, թե ինչ իդեալական է, վերել եմ այս կոմկացան, որ կարողանամ հարմար ձևով ձեզ ցույց տալ։ Ջեռոցը տաքանում է, ճիշտ է, արդեն մի փոքր անցել է իր տաքանալու ժամանակից, րոպեից, բայց դա ինձ չի նեղացնում, ավելի լավ, խոհանոցս տաքանում է, ահա։ Որպեսզի կանաչու կորուս չտա, կարելի է մի փոքր ջրով ողողել, այսպես։ Թվում է թե աննշան է, բայց այստեղ, քանի որ շատ մանր է աղացած, այսպես համել կմաքրվի։
Այսպես։ Եկա։ Եվ արդեն սիրելի հետևորդներ ջան, անմիջապես եռը սկսել է ընտիր։ Շատ ընտիր։ Ոչ մեր տեսակի, ասենք պղպեղներ, կարմիր և սև իմաստ չունի։ Այսքանը շատ լավ է, իհարկե ճաշակի հարց է, մտածում էի, որ դափնուտերև նույնպես կարող եմ աղալ ավելացնել, բայց կոշտ կլինի, ինչքան էլ որ աղացած լինի, ասենք հա, կփոշիացնեմ, բայց սիրելի հետևորդներ ջան, չուզեցի դափնուտերևը կարող ենք և ավելացնել և չավելացնել։ Հակառակ դեպքում դե այս ամենը պիտի փոքր բանկաների մեջ լցնեմ, ռեզբայով բանկաների մեջ փոքր, որ քիչ-քիչ օգտագործեմ։ Անցած անգամ, որ տոմատի մասին խոսում էինք, շատերդ գրեցիք, որ սառցեխցիկում եք պահում, բայց քանի որ մեր մոտ լույսերի անջատումներ են լինում հաճախակի, ես դա խուսափեցի անել, որպեսզի չփչանա, առանց այն էլ միշտ անհանգիստ եմ լինում, քանի որ իմ սառցարանում կա հատապտուղներ սառեցրած։ Իդեպ ասեմ, որ չեմ մոռացել, որ ձեզ խոստացել եմ, որ ձեր հետ միասին կպատրաստեմ ժելե տորտ հատապտուղներով։ Ես այն ամենը, ինչ որ ձեզ խոսք եմ տալի, ոչ մի բանը չեմ մոռանում, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս տոներից հետո բոլորս ենք հանգիստ և հերթը դրան էլ կհասնի։ Այսպես, տեսնում եք ինչ հրաշալի գույն ունի, ահա, տեսք ունի։ Մինչև որ սա կեռա, փոքր բանկաները ես պատրաստել եմ, հիմա կմոտեցնեմ և կլցնեմ, նաև պիցայի համար, նույնպես փոքր աման եմ մոտեցրել, թեկուզ և կարող եմ տաք վիճակով էլ լցնել, բայց նախապես մի հատ պիցայի համար կվերցնեմ և շարունակեմ խառնել, մինչև որ մի քիչ էլ եռա, որպեսզի երկար կարողանամ պահել։ Ճիշտ է, սառնարանում եմ պահելու, բայց ամեն դեպքում մի փոքր եռը ավելորդ չի լինի։ Խտությունը նորմալ է։ Շատ եռացնել պետք չէ, սիրելի հետևորդներ ջան, մի պահ խառնելը թողնեմ, որ տեսնեք։ Ահա, նկատելի երևում է, որ եռում է։ Հասնում եմ այս տարայի մեջ։ Սև ձիթապտղի տարա է, սիրում եմ նույնպես այսպիսի տարաները պահել։ Հիմա պետք է նաև զգուշանալ, քանի որ կրճկոտում է։ Ավելի լավ է, այրվելուց խուսափելու համար անջատեմ։ Ինքը եռման աստիճան է, սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում ոչ մի կեղծ ու ձևական բանով ձեր հետ կիսվել։ Ահա, որպեսզի սա էլ չգլորվի մեզ, սա էլ եմ վերցնում և շատ կարևոր է նաև աղ ավելացնել, սիրելի հետևորդներ ջան, որը քիչ էլ մնի մոռանայի։ Այսպես, մոտավորապես ջրին համահունչ, աղը երկրի համն է և ամեն ինչը աղն է, որ համովացնում է, շատ աղին էլ պետք չի լինի։ Ես այդքան էլ աղի սիրող չեմ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ իմ ջառոցը տաքացնում է և դժդժում է, աղմկում է։ Ինչու է աղմկում գետը, որովհետև հոսում է, ինչու է աղմկում ջառոցը, որովհետև աշխատում է։ Ահա ընդհանուր տեսքը, սիրելի հետևորդներ ջան, հիմա արագի մեջ լցնում եմ նախապես մաքուր, լվացած, չորացրած այս լեզվայով բանկայի մեջ, որը կարող եմ նույնիսկ առանց սառնարանի պահել, քանի որ եռման աստիճանի եմ լցնում։ Մնացած բանկաները չեմ լցնի այս պահին, քանի որ պիցա եմ ուզում պատրաստեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մինչև վերջ, որ չխաղա, նույն աջիկայի նման, ահա։
ամուր փակում։ Նաև ասեմ, որ ես չեմ սիրում բանկան շրջել։ Մի կողքնում հիմա գդալու եկամ այստեղ։ Կարծում եմ տաքից ոչինչ չի լինի, մի հատ էսպես պահեմ, զգուշանալու համար, սրա մեջ դեռևս տաք սնունդ չեմ լցրել, սիրել հետևորդներ ջան, մի կողք պահեմ, այսպես, սա պիցայի համար, հիմա նույնիսկ կարող ենք սա մի կողմ դնել և ուրիշ գործ անել, հետո բանկաների մեջ կլցնեմ մի թեթև և տալով և վերցնում եմ գազօջախից, այո։ Նոր ջուղափուխ եմ բացում, սիրել հետևորդներ ջան, այստեղ է ինչ-որ մի բան կա, այս յուղաթուղթը, սիրել հետևորդներ ջան, այս սենց պատրաստի է։ Եվ մեր գործը հեշտ է մնում։ Հուսայից պետք չէ քսել։ Եվ անմիջապես պիցայի խմորը բերեմ ու սահեցնեմ։ Ճիշտ է, վլոգս երկարեց, բայց համով հոտով երկարեց։ Այսպես, սահեցնեմ։ Դիր։ Հիմա սիրել հետևորդներ ջան, թեկուզ և տաք է, բայց կսում եմ, չի խանգարի։ Ես շատ եմ սիրում և մի փոքր ուզում եմ ավել լցնել։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն զարդարում եմ այն ամենով, ինչ որ տանը կա, բազմատեսակ երշիկեղենով, կիսել եմ մեջտեղից, պեպերոնի երշիկն է, կոնյակով երշիկն է, այսպես, հետո մյուսը, թող այս կողմն էլ իսկույն լինի, առատ, որ համով ուտվի, սիրելի հետևորդներ ջան, այստեղ մի քիչ հեռու եմ դրել, այսպես, շատ վաղուց պիցա չէի պատրաստել, ու հիմա հավեսով, այսպես, տեղավորեցինք բոլորը, հիմա սրանք, այստեղ այնտեղ, մտածեցի զեյթուն բերեմ, զեյթուն էլ լցնեմ, բայց թողեցի, այդ էլ մյուս անգամ, երեկույնի զեյթուն կա, դե որ սկսել ենք պիցա անել, էլի կանենք։ Այսպես, հրաշալի։ Այստեղ ռուլետ երշիկն է, սրանից չուզեցի շատ լցնել, քանի որ մի քիչ յուղոտ է, չուզեցի որ շատ յուղոտ լինի։ Իսել այսպես արանքներով, քանի որ կտրել եմ, թող գնա։ Ես սիրում եմ, որ պիցայի երեսը մի քիչ առատ է լինում։ Հիմա պանիր, իդեպ ասեմ, տնական, քանի որ մոռացել էի, ինչպես որ սուրճը և մազերիսներ կա, այնպես էլ պիցայի համար նախատեսված պանիրը։ Հիմա տնական պանիրով կփորձենք, սիրելի հետևորդներ ջան։
բան իր այլի կհալվի, ինչ պիտի ասի։ Իսպես։ Եզրերին աշխատենք։ Այս ինձ հավեսով։ Ուզած տեղերն եմ ուզում կնի։ Մի քիչ էլ բանակում աշխատենք, այսպես չի խանգարի։ Պատկերացնում եք ինչ համեղ է լինելու, կփորձեք սիրելի հետևորդներ ջան։ Եվ հիմա արդեն անցնենք լոլիկին։ Ամենափոքրերը։ Կգնա ջրոց, այո, շեդևր, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս շքեղությունը տանում ենք ուղիղ ջրոց, այո, գնաց ռոպեները։ Սիրելի հետևորդներ ջան, հիցան, արդեն կարմրել է, անելու ժամանակն է, տեսնեմ, անջատում եմ, ճիշտ է, այստեղ հովացման սիստեմ ունի, ահա, ֆռռիկը հովացնում է, բայց ես հանում եմ, սիրելի հետևորդներ ջան, այսպես։ Ջան, ընտիրություն։ Ինձ թվում է բանը քիչ արեցի, սիրելի հետևորդներ ջան։ Համել դե որ տնական բաներ էր, դե մի քիչ տարբեր է տեսքը, ամեն դեպքում շատ սիրուն է, ապա մի տեսեք։ Ահա։ Ու հիմա կտրենք։ Այստեղ համպիցայի դանակում եմ, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, պիցցա և այս ռոլիկները հիմա տեսնենք ոնց են կտրում պիցցային համահունչ դանակը մի կողմ չեմ ուզում դանակով կտրել այս ռոլիկներով ավելի շատ եմ հավանում և կտրում եմ մեծատիճապես այստեղ այո ընտիրը 4 մասի եմ բաժանում Այս պիցցայի դանակը վերցրեցի, քանի որ այս թավայի մեջ հարմար չեղավ կտրել։ Չի կպել տակը, արդեն պարզ էին, սիրելի հետևորդներ ջան, և անցնում եմ վայելելուն։ Բոլորիս բարի ախորժակ և բարի գիշեր։